Ավելի շուտ ոչ թե ներկայացել ենք ինչ-որ պահանջով, այլ փորձել ենք մեր ինքնամոռացության մեջ հայտնված ժողովրդին արթնանալու եւ միավորվելու հավաքագրելու կոչ անենք, ինչպես տեսնում եմ, այս պահի դրությամբ շատ անհաջող է ստացվել, ժողովուրդը չի արձագանքել, ինչ են ուզում ժողովուրդ չգիտենք, այստեղ ասեմ, որ իր մեծ սև գործարել է Հայաստանի կառավարությունը 20 թվականից սկսած, հետո 23 թվական ավելի ինտենսիվ անընդհատ ման են գալիս Արցախի ժողովրդի հետ մարդկանց հավաքագրում կանում իրենց հետ գլուխները հարթուկում յուղում, որ մենք ձեր հարցերը կլուծենք, այս մի քանի մարդկանց մի լսենք, սրանց մի լսենք, որ մենք հարցը կլուծենք, սկզբից ինչ-որ ստեղծեցին 40 հոգանոց արցախների անորսալիների խումբ, որոնց ոչ մեկը չտեսավ, հետո ինչ-որ Պետրոսյան Լիանային առաջ տվեցին ինչ-որ գրասենյակ սարքեցին լրամիջոցով, հետո երբ մեր բազմաչարչար փորձերից հետո փորձեցինք ստեղծել հանուն Արցախի միավորումը, իմիջիայլոց այդ միավորման ստեղծելու ժամանակը երբ ես հայտարարեցի, որ մեր միավորման անունը պետք է լինի հանուն Արցախի պետականության, հավաքվածների 90%-ը դեմ գնացին։ Այսինքն նրանց թվում է, որ Արցախի պետականությունից խոսենք, Արցախի շահերից խոսենք, կառավարությունը կնեղանա։ Հիշում եք այդ կառավարության մոտեցումը, որ դեռ գյուղը չանցած Ղարաբաղցիները հայտարարեցին, որ ով որ բողոքի փող չենք տալու, օգնություն չենք տալու, 40,000 չենք տալու։ Մեր ժողովուրդը մնացել է տրամվայի տակ։ Հիմա էլ նույն բանն է, ես չեմ հասկանում։ Չեմ հասկանում նույնիսկ այն մարդկանց, որոնք իրաց մի քիչ ղեկավար են դնում։ Երբ որ ինչ-որ մեկը հայտարարում է, որ այստեղ հավաքվելու է, ես բազելով գալիս եմ, կամ ինձ նման մի այդ դեպքում այդ նույն հայտարարող ինչու իր մի ուրիշ ընկերոջ հայտարարություն լսելով չի գալիս այստեղ։ Ինչ են իրանց երևակայում, խելոք են երևակայում։ Լիանա Պետրոսյանը հատուկ երևի վախեցել են իշխանության, որ այսօր կարող է շատ մարդ հավաքվի, Լիանա Պետրոսյանը սովորացել, որ հայտարարություն դնի վաղվա համար։ Նույնս եմ ասում, Վախնել է այստեղ ակցիա լինելու։ Լիանա Պետրոսյանը հայտարարել, որ վաղ է այստեղ ակցիա է լինելու, որում ակցիա լինելու է նույն պահանջով, մեր սոցիալական օգնությունը չկտրելու պահանջով, այդ դեպքում չես հասկանում, թե ինչու այսօր չեն միացել, սպասում են վաղ միանա։ Հասկանալի է, այս բանը։ Շատ հնարավոր է հունիսի 23-ին էլ ակցիա լինի։ Այդ դեպքում պահանջը նույնն է, բայց արցախցիները եւս չեն միավորվում։ Խնդիրը որն է։ Արցախցիները այն գլխից մասնատված էին նաև Արցախում, եթե մասնատվածությունը չներ, գուցե ինչ-որ ձևի հնարավորություն էր այդտեղ պահել։ Մասնատվածությունը այսօրվանից չի գալիս, մասնատվածությունը շուտվանից է գալիս։ Կարելի է հայտարարել, որ այդ մասնատվածությունը այս ազգի մեջ մտցրել է Նիկոլ Փաշինյանը, բայց ոչ, մինչև այդ սաղմերը կային, սաղմերը գցվել են Լևոն Տեր-Պետրոսյանից, շարունակվել Ռոբերտի, Սերժի Օրոքնիկի թափողացավ, այնուհետև Նիկոլ Փաշինյանի հանճարի շնորհիվ փոշիացրեցին ազգի եւ այստեղ եւ այնտեղ։ Նայեք հիմա ինչ է կատարում։ Հələ Արցախի հարցը թողեք մի կողմ, արցախցիների թողածուն մնալու բանը, անկուր մնալու հարցը թողեք մի կողմ։ Իրանի պատերազմի հետևանքով երևի Գրենլանդիայում ու ԱՄՆ Ալյասկայում մարդիկ չեն անհանգստանալ, որ ինչ են ներես ճակատագիր։ Երևանի կենտրոնի կաֆեներով նրանց շրջվեք, կայֆեն անում իրանցիները, Իրանը հեռու է իրանցից, արդեն իրանցիները հասել են այստեղ կենտրոնական հրապարակը, բայց հայաստանցիները թվում է Իրանը շատ հեռու է, այս է բանը, այս է մեր դժբախտությունը, հայ ազգին փոշիացրել են, չունի նպատակ, ասենք 88 թվին նման չունի նպատակ իր ազգը պահելու, երբ այստեղ ինչ-որ մեկը հայտարարում Ղարաբաղցիները, արցախցիները հայ չեն, ինչ-որ ոդիկ ուրախանում են այստեղ, չես հասկանում ինչ է կատարվում, ուրեմն Այդ էլ այստեղ իշխանությունները սարքել են իրենց համար աշխատանքային քարտեր,
ժողովուրդներ մտցնել, որ Արցախի գործավանք էր Արցախ։ Մենք էլ տարբերեցրել ամեն ինչի այս օրվա մասին մենք զգուշացրել ենք դեռևս 20 թվականի պատերազմից հետո ասել ենք, որ թուրքական եւ ռուսական դաշինքի նպատակակետը Ադրուտը չէր, նույնիսկ Ստեփանակերտը չէր, այլ Երևանն է։ Հիմա սահուն քայլերով հայացքներով վերացման իր պետականությունը վերացնել, այս իշխանությունները զավթած խմբակը ամեն ինչ անում է հայկական պետականությունը վերացնելը, հիմա արդեն մեղավոր են ման գալիս, թե ում վրա են գործել։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանի սատանայական միտքը ուր է հասել։ Տեսել են, որ ոչ մեկի վրա Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի վրա հնարավոր չի կոտրել Հայաստանի պետականության լուծարման հարցը, չեն անցնել բոլշևիկների հին պոլիտիկա։ 1920 թվականին բոլշևիկները վերացրեցին Հայաստանի պետականությունը, սկսեցին դաշնակցության վրա մեղքը։ Հիմա Նիկոլ Փաշինյանը ինչ ասում, մեր դժբախտությունը դրանում էր, որ ՀՀՇ-ն իրեն ավելի դաշնակցական էր համարում, քան դաշնակցություն։ Հետո այդ ՀՀՇ-ը ջահանամ ասվածյալ, ասում է ԿՊ-ն, որ առաջի օրից դաշնակցություն հայոյելով եկել իշխանության։ Ասում է ԿՊ-ը սկսել է իրան երևակայել իբր թե ավելի թույն դաշնակցական, դրա համար մեր դժբախտությունն է, այսինքն։ Պարոն Հայրյան, անդրադառնալով վերադառնանք արցախցիների խնդիրներին, սոցիալական խնդիրների լուծումը դուք ինչպես եք տեսնում։ Սոցիալական խնդիրների լուծումը տեսնում ենք մեր այսօրվա հիմնական պահանջն է, որ արցախցիներին պետք է սոցիալական նպաստներ տրվեն այնքան ժամանակ, մինչև բնակարանի բանալիները չհանձնեն։ Մնացածը անհասկանալի աբսուրդ է, բայց տեսեք կառավարության ինչքան արցախցիներից երկու ինչքան հետաքրքիր աշխատում է։ Ասելա 2 ամսվա 40 կտակ վրանը վերցրեք։ Գողականներն են այսպիսի բան, մաֆիոզիներն, այսինքն ստուգել են, տեսնել արցախցիները գնում են, ենթարկվում են, հետ կոտրվում են, եւ տեսել են, որ կոտրվա հետագա հետ են կտրել։ Հիմա տեսեք, ասում եմ, վրանը վերցրեք 40 կտակ, 50-ը սարքեցին 42 ամսվա 40, նրանք ընդամենը ստուգում էին արցախցիների ռեակցիան ինչ անել։ Արցախցիները իրենց այսպես ասած ղեկավար կազմով այդ կուտը կերել են։ Հիմա իրենք, որ արդեն ասում մի անգամ քայլ նահանջել են, մյուս քայլել են պահանջելու, արցախից էտել են կտրելու ամեն ինչ։ Եվ ոչ մեկին չի հետաքրքրում Արցախի ճակատագիրը, ինչ ալու ոնց ալու։ Եթե մեկը Արցախի ճակատագիրով չի հետաքրքրում, ինչի՞ պետք է Արցախի ճակատագիրով հետաքրքրի։ Հայաստանի կառավարությունը սիրում է ասել, որ ինքը Հայաստանի քաղաքացիների համար է կառավարում, բայց դա մեր մենտալիտետը չի, մտածելակերպը չի։ Հայաստանի կառավարությունը անգամ Ավստրալիայի եւ Մադագասկարի հայի համար պետք է պատասխան, որ մնաց թե Արցախի համար։ Այսինքն նրանք իրենց պարտությունները, հաջողությունները մանսասրանում լողովի պետություն է պահում, բայց հիմա նայեք ինչ է կատարվում։ Երեք չառաջ մի շատ խորհրդանշական բան կատարվեց։ Սամվել Կարապետյանին ձերբակալեցին։ Պատճառը ինչ է։ Պատճառը ինձ թվում է, որ Նիկոլ Փաշինյանը ուզում է Հայաստանի էլեկտրական ցանցերը վաճառի թուրքերին։ Այդ պատճառը թուրքերի էքսպանսիան էստեղ կարող անիկամ ռազմական չարը, թուրքերը սկսել բռնել, որ ավելի լավ է, քանի որ Հայաստանում էլ դիմադրություն տնտեսական ճանապարհով զբաղվում։ Հայաստանի էլեկտրական ցանցերը եթե վաճառվի թուրքերին, արդեն հաշվի, որ Երևանը 15-20%-ով թուրքականը մնացածներ դիտելից գալիս է։ Հիշենք նաև այս հարցը, որպեսզի հասկանանք հատկապես ինչու ամեն ձերբակալել։ Հիշեք նաև Ալեն Սիմոնյանի սաղրացուական խոսքեր, որ մեզ ասել են, որ մեր ջեբն ենք, չէ որ երբ կռիվ լինի, զանգելու ենք Մոսկվայից գալու են կանգնացնեն։ Այսինքն նրանք հասկացել են, որ Մոսկվան իրենց համար կռիվ երբեք չի կանգնացնելու, իրանք էլ կռվելու ցանկություն չունեն, ուրեմն պետք է հազվում են թուրքերին, ճիշտ քաղաքականություն է, որ հազվում են թուրքերին, թուրքերն էլ միակ պահանջը թուրքերի այն ալենելու, որ պետականությունը վերացրեք, դարձեք տարածք, իմիջիալոց եկեղեցի եւ Նիկոլ կռիվն էլ է դրա համար։ Եկեղեցուն չեմ ուզում պաշտպանել, եկեղեցուն
դրսի ուժերը, ռուսները, նաև Փաշազադեն որպես ռուսների մարդ ասում է դուք պետականությունը վերացրեք, դարձեք ժողովրդի միակ բանը, պաշտպանը, եկեղեցին։ Մի կողմն ասում է, որ պետականությունը վերացրեք, խաչմերուկին նայողը ես պետք է լինեմ։